Լսել եք, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները հնարավոր է բացվեն երրորդ երկրի անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Այո, Իսկ ինչ կարծիք ունեք, սա ինչ հնարավորություններ կտա Հայաստանին կամ ինչ վտանգներ եք սպասում օրինակ հայ-թուրքական սահմանների բացումից։ ես դեմ եմ, ոչ մի լավ բան չի սպասում։ Շատ լավ, ամեն ինչ լավ է լինելու։ Այո, շատ լավ է դա։ Ես շատ ուրախ եմ։ Էնպես չի, որ իրենք չեն կարողացել այստեղ գալ կամ առևտուր չի եղել։ Երրորդ երկրի միջոցով միշտ էլ դա եղել է։ Եւ մենք հայերս պետք է ընդհանրապես սովորենք, մենք սովորենք միատարենք, չենք ընդունում ուրիշ ազգերին, շատ այդպես վատ անցալվում։ Ես կարծում եմ շատ նորմալ է։ Պետք է միշտ բացվի, որովհետև երկիրը կարող է միայն զարգանալ այն դեպքում, եթե մեր ճանապարհները բաց են, առևտուր է, մարդիկ գնում են, գալիս են, եւ դա երրորդ, այսինքն դեռ հայերի համար չի դա բացվում։ Դա բացվելու է այլ քաղաքացիների համար, իսկ ես կուզենայի, որ ընդհանրապես բացվեր, որ ավելի ներերկիրը կարողանար շնչեր եւ կարողանար ավելի լավ զարգանար։ Անկեղծ ասած դրան չեմ հավատում եւ չեմ էլ սպասում, որ նման բան պետքա լինի։ Չգիտեմ, եթե լավ բան է մեր երկրին, բան եմ համաձայն եմ, եթե վնասում է մեր երկրին, բնական է դեմ եմ։ Բավականին մեծ տակ Հայաստանի ժողովուրդը այսպես թե այնպես գնում է Թուրքիա, առևտուրի անում, բերում է, բոլորը դրանով են ապրում։ Դա էլ ինչ որ մի հնարավորություն էլի կտա առևտրական ասենք կապեր ստեղծելու, բացի այդ էլ ինչքան կարելի է թշնամանք ապրել մեկը մյուսի նկատմամբ։ Թուրքականը բացել է ճիշտ է, թող բացեն։ Իսկ ադրբեջանցիները դժվար է էլի շարունակվի առևտուրը։ Դե ճիշտն ասած չեմ կարող պատասխանել։ Չեմ իմանում, որն է ճիշտ, որն է սխալ։ Դե առևտրի զարգացում ուրիշ ոչ մի բան։ Շատ դրական կարծիք ունեմ, որքան սահմանները բաց լինեն, այնքան ավելի լավ կլինի մեր երկրի համար։ Ինչ ոտ է, թող բացվի։ Տեսեք, նաև այս պահին Հայաստանը առևտուր է անում Ադրբեջանի հետ, կոնկրետ այս պահին գործում է հայ-վրացական սահմանը, բայց խոսվում է, որ շուտով կգործի հայ-ադրբեջանական ուղիղ երթուղ, ինչպես եք վերաբերում։ Եթե ուզում եք ճիշտը ասեմ, իմ կարծիքը, իմ տեսակետը հետևյալն է, որ դա ծրագիր է եւ դա իրականացվելու է անկախ մեր կամքից եւ անկախ իմ ցանկությունից, ուզեմ այսպես թե ուզեմ այնպես, դա լինելու է։ Ես ուղղակի կուզենամ, որ խաղաղություն լինի մեր աշխարհում եւ ամբողջ մասշտաբով խաղաղություն լինի, որպեսզի մենք բոլորս կարողանանք մի թեթև ապրել։ Ընդհանրապես դա կկամենամ, իսկ մնացած հարցերը հույսով եմ վերևները իրանք անելիքը անելու են։ Ամեն ինչի իրենց ձեռքն է, մեր ձեռքը չի։ Ես նշեմ, որ Արցախից եմ, այդ Ադրբեջանի ոնց են ասում, յադա, տեսել եք, ոչ մի լավ բան չեմ սպասում։ Իսկ տնտեսական հնարավորություններ մեր տարածաշրջանում չի ստեղծի այս գործակցությունը։ Դե տնտեսական գլխավոր է, խաղաղություն պետք է լինի։ Այն ազգը, որ ուզում է քեզ սպանի, գալիս է թշնամի է քո համար։ Ինչ տնտեսականի մաս պիտի լինի զրույցը։ Դա էլ եմ շատ դրական համարում եւ կարծում եմ ապագայում այդ ձեր ուզածն էլ կլինի, արդեն անմիջական կապը կլինի։ Դա շատ դրական է։ Ոչ մի երկիր չի կարող զարգանալ, եթե ճանապարհները փակեն, չկա շրջանառություն, չկա առևտուր, եւ դա շատ դրական եմ ես գնահատում։ Ես ինքս աշխարհագետ եմ եւ ավելի շատ խորությամբ եմ հասկանում եւ միշտ ես նախկինում ասում եմ, եթե բացվեն այս ճանապարհները, իսկ ես հիմա հույս ունեմ, որ կբացվեն եւ արդեն մենք տեսնում ենք առաջին քայլերը։ Եվ դա միայն դրականորեն կազդի մեր տնտեսության եւ ընդհանրապես հայ ժողովրդի կենսամակարդակի ամեն ինչի վրա։ Եթե միշտ միայն վտանգը տեսնենք, վատը տեսնենք, ուրեմն պետք է դոփենք նույն տեղում, որը արվել է։ Իսկ եթե մենք դրականորեն ենք տրամադրվում, վերլուծում ենք, տեսնում ենք դրական կողմեր եւ դրականը գերակշռող է, ես գտնում եմ, որ իհարկե կարող են եւ նաեւ բացասական բաներ լինել եւ պետք է դրանք ի նկատի ունենանք եւ այնպես անենք, որ չեզոքացնենք։ Տնտեսական ինչ հնարավորություններ կստանա Հայաստանը եւ մասնավորապես հենց Կովկասը։ Կովկասը, դե գիտեք, եթե գնանք ավելի անցյալ պատմության խորքերը տեսնենք, երբ որ Մետաքսի ճանապարհ է եղել, անցել ինքը դրական է, չէ՞ եղել։
Եվ ես գտնում եմ այս խաղաղության խաչմերուկ որպես այդպիսին ասվածը, դա մենք պետք է գլոբալ դիտարկենք ոչ միայն Հայաստանի համար, եւ ես զգում եմ, տեսնում եմ այդ իրենց այդ պատկերը, երբ որ տեսնում եմ, Հայաստանը դառնալու է կենտրոն եւ բոլոր խաչմերուկները խաչվելու են հենց այդտեղ եւ թեկուս հենց տրանզիտ երկիր եթե լինենք, բայց բացի դրանից մենք կարող ենք այդ ապրանքը վերցնել ինքներս փոխանցել ուրիշ տեղ, վերավաճառել, շատ հանգամանքներ կան, շատ ձևեր կան, որը դրականորեն է ազդելու մեր տնտեսության վրա։ Չեմ կարող տես կոնկրետ ասել, բայց հարևանությունը ամեն դեպքում լավ բան է։ Եթե իսկապես իրական հարևաններ են, այլ ոչ թե խորաման կաղվեսներ են, իսկապես լավ բան է հարևան ունենալը։ Ու մեր երկիրը գտնվում է այնպիսի դիրքում, աշխարհագրական այնպիսի դիրքում, որ մեր հարևանները շատ խաբուսիկ հարևաններ են եւ ես դրա վրա շատ հուսալ չեմ կարող։ Լավ կլինի թե ոչ։ Չգիտեմ, ես դեմ եմ ամեն դեպքում։ Ես համաձայն չեմ Թուրքի հետ չի կարելի։ Չգիտեմ, Թուրքը են կենթանի չի, ոնց ասեմ կներեք, որ կարելի է ասում եմ փայտը միշտ ձեռդ պետք է լինի։ Դե խաղաղությունը լավ բան է, խաղաղությունը թող լինի։ Դրանում ոչ մի խոսք։ Միայն որ վտանգներ չլինի դրանից հետո։ Առանց անկկալիքների ոչինչ չի լինում։ Ես չեմ կարծում, որ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ այդպես անկեղծ, մտերմական, բարեկամական են։ Բնականաբար մենք ունենք վտանգներ եւ ավելի լավ կլինի, որ ձեռնպահ մնանք այդպիսի կապերից։ Այսպիսի կարծիք կա մեզ մոտ, որ թուրքական եւ ադրբեջանական հարաբերությունները խստորեն կապված են իրար հետ, բայց վերջին ժամանակներում ես լսել եմ, որ օրինակ Էրդողանը արտահայտություններ է արել, որ բոլորովին էլ կապ չունի Ադրբեջանի հետ, ավելի շատ դրական միտում ունի մեր երկրի համար։ Աղջիկս, եթե միտեղ փակ լինի ճանապարհը եւ բաց լինի, արդյոք այդտեղ նույնիսկ խոսք կարող է լինել տարբերություն տեսնելու համար, բաց կլինի, առևտուրը շատ կլինի, մարդիկ կգան, հիմա էլ, չէ, հիմա էլ առևտուր կա, հիմա էլ կա, բայց այն ժամանակ ավելի լեգալ կլինի եւ ավելի բյուջեն կհարստանա, ինչ վատ բան կլինի։ Վտանգներ չեք սպասում։ Գիտեք, վտանգներ ընդհանրապես միշտ կա, միշտ։ Կարող է Ռուսաստանի հետ էլ գնալ գալուց լինի նեգատիվ երևույթներ, կարող է այլ երկրների հետ նույնպես, կարող է նույնիսկ արևմուտքի հետ ինչ որ նեգատիվ երևույթներ լինի։ Այդ վտանգները միշտ կան, բայց ամեն ինչ կախված է մեր բարձր գիտակցական մակարդակից եւս։ Շատ մեծ։ Թող շահարկեն սրանք։ Շատ մեծ։ Թաշնամուտ հետ էլ պետք է լավ ապրես։